ցավում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող մեր հայրենակիցների համար, ովքեր չեն ուզում ընդունեն, որ Տրամպը գտնվում է Պուտինի անմիջական ղեկավարման տակ, ասում են, որ Վիտկոֆին նշանակել է Պուտինը, եւ դա հրապարակվել է, անկախ նրանից, թե ցանկանում են իրանք, թե չեն ցանկանում, դա իրականություն է, եւ հետո կբացվի, ու սա առաջի դեպքը չի։ Հիշեցնեմ, որ առաջին ժամկետի երբ որ Տրամպը 45-րդ նախագահն էր, այս հարցը ակտիվորեն քննարկվում էր, եւ այս հարցի ուսումնասիրող դատախազների հետևից հիմա ընկած են, եւ փորձում են այդ դատախազների մանր նորից Տրամպի ադմինիստրացիան ամբողջությամբ գտնվում է Պուտինի ազդեցության տակ, այսինքն S1, 2։ Ինչ վերաբերվում է Հայաստանը գնում է Չինաստան, Հայաստանը Չինաստան գնում է ինչ անում։ Այսինքն ես հասկանում եմ, որ մարդիկ գտնվում են ուղղակի վերնագրերի բանի տակ։ Հայաստանը ասել է, որ ուզում է գնա Շանհայ, համագործակցության այդ բանին դեմ չի։ Կասեցվել է եւ վերջ, դրանով սահմանափակվել է։ Ինձանից շատ Նիկոլին չքլնգեք, բայց եկեք գերանը ձեր աչքում նկատենք, հա, որտեվ երբ որ Նիկոլը գնում է Շանհայ եւ Շանհայում ասում է ուզում եմ գամ Պակիստանը, ասում է չէ, թեման փակվում է, մենք էլ բան չունենք անելու։ Բոլորն էլ գիտեն, որ բան չկա Չինաստանի հետ անելու։ Առանձին ինչ որ համաձայնագրեր ունենք, բայց դե anyway, ամեն դե։ Ինչ վերաբերվում է բանին, ոչ դեսպանը չի հարցազրույց տվել, առաջի հարցում այնտեղ անճշտություն կար։ Դեսպանատունը տարածել է հայտարարություն։ Այո, մենք նշել ենք, որ դա Մենք նշել ենք, բայց ցավոք սրտի մեր դիտորդը չէր ֆիքսել, որ դեսպանատունը տարածել է հայտարարություն եւ իմ ասելիքը այն է, որ եթե դեսպանատունն է տարածում հայտարարություն, ես վտանգ եմ տեսնում, որ նոր դեսպան մոտակա ժամանակները չի նշանակվում։ Դա պարզ էր, բայց հարցը վերաբերում էր հետևյալին, ասում էր այս ձևակերպումն էր, Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է այդ ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ Հիմա տեսեք. Charter of Strategic Partnership between the United States of America and Armenia will begin negotiation in a civil accept. Սա բանն US Mission Armenia 15 հունվարի 25 թիվ Secretary Anthony Blinken Armenian ես զարմանում եմ մարդիկ ինչն է խնդրեմը որ չեն կարողանում մալարում են գտնել այստեղ ամբողջությամբ գրած է սա Բայդենի ադմինիստրացիայի ստեղծածն է խնդիրը նրանում է որ երբ ադմինիստրացիան Տրամպի ասում է արագ ստորագրեք նշանակում է որ ինքը ձեզ գցում է Այ Զելենսկուն այտենց իրանք փորձում էին գցել արագ ստորագրի մի կարտամեջը ինչա մի կարտամեջը ինչա որպեսի արագ ստանան այն ինչ որ Պուտինին կամ ինչ որ մեկին պետք է դաս համար 1 եթե Տրամպի ադմինիստրացիան ասում է արագ ստորագրի անամպեր սպասում ենք վերջում ես թուղթը ասում ես հեսա կգամ ու չես ստորագրում ոչ է գալիս ես Թող գնան իրանք իրանց բանով տապակվում։ Բայց ստորագրել ես արդեն։ Չէ, իրանք ինչ-որ բան են, չես սպասում։ Գործողություն, զարգացում։ Okay, այդ ամբողջը պետք է կանգնի։ Գործընկերության զարգացում ես չեմ կանգնի, ես գիտեմ դա ինչա, դա նոյեմբերի 9-ի Զանգեզուրի միջանցքն է, որի մասին թուրքերը խոսում են։ Դա պետք է կասեցվի, դա պետք է կանգնի, ոչինչ չպետք է արվի այդ ուղղությամբ։ Մատներին պետք է չտան։ Այդ պետք է կանգնի մինչև midterm-ը, մինչև մենք տեսնանք կոնգրեսն ու սենատը ինչ վիճակում են հայտնվում, կոնգրեսով, սենատով մեր երաշխիքների հարցը կանցկացվի, ոնց որ Զելենսկին ստիպեց որ անեն։ Որ ստիպում ես անում են, որտեվ իրանք էլ են դիլետանտ։ Որտեվ Վիտոկն ու Զատոկը, այսինքն Վիտկոֆը եւ Տրամպի փեսան ունակ չեն ոչ մի բան անելու։ Իրանք պաշտոնական թուղթ չունեն, իրանք կոնգրեսի հաստատում չունեն, իրանք քրեական գործատակ են ման գալիս։ Ես խիստ կասկածում եմ, որ Քուշները իրավունք ունի հուշ գաղտնի տվյալներ տեսնել։ Հենց հիմա, հենց այս ադմինիստրացիայի շրջանակներում։ Որտեվ ինքը ոչ ընտրված է, ոչ նշանակված է, ոչ հաստատված է։ Բայց ինքը գնում է Պուտինի հետ հանդիպման այդ մակարդակի։ Եվ այնտեղ հարցեր են առաջանում, ով ում գործակալը։ Տրիպի հետ կապված ձեր անհանգստությունը։ Իմ տրիպի հետ անհանգստությունը հենց դա է։ Վերջում Կրիստինա Քվինին ինչի եմ շնորհակալություն անում, վերջում Կրիստինա Քվինը փորձեց շտկել, որտեվ ինքը կադրային դիվանագետ է։ Ինքը իր երկրի համար է ծառայում, ինքը հասկանում է, որ Կուշների սեփական գրպանի եւ Տրամպի որդու սեփական գրպանի համար Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը վարի տալը իմաստ չունի։ Ինքը ասեց, մենք ով ասեց, որ մենակ Զանգեզուրի ճանապարհն է, Սյունիքի ճանապարհն է։ Մենք ամբողջ Հայաստանի ճանապարհներն ենք դիտարկում։ Իսկ իրանք բռնեցին դիվանագետին հանեցին։ Ինչու՞։ Կարող է այդ հարցազրույցներ պատճառ նաև։
Կարող է, երբ որ Կրիստինա Քվինը փորձեց փրկել իրավիճակը, իրան դրա համար հանեցին։ Որտեվ չէ որ Տրամպի համար ուրիշ հարցեր են։ Իրան չի հետաքրքրում Հայաստանի զարգացումը, իրան չի հետաքրքրում Հայաստանով բեռի գնալը։ Տվյալ դեպքում ի՞նչն է հետաքրում Թրիփի հետ կապված։ Ես խիստ կասկածում եմ, որ Տրամպը ոնց Հայաստանի տեղը չգիտեր, տենց չգիտի չի էլ իմանալու, իրան պետքա որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի Զանգեզուրի միջանցքը տարբեր ձևերով իրան հրամցրել են երևի Նետանյահուի բանի միջոցով, որ կդրեն տանեն։ Ճիշտ է, մենք լավ փորձ ունենք։ 20 թվական ինչև այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարումը իրականում միշտ ենթարկվել է այն քաղաքականությանը, որ փողը կարևոր է։ Միակ ժամանակահատվածը, որ գումար եղել է երկրորդական, դա եղել է այն սերունդը նախագահների, որոնք տեսել են երկրորդ համաշխարհայինը եւ տեսել են, որ փողի հետևից ընկնելը ինչի է բերում։ Դա Այզենհաուերն էր, Կենեդին էր, Ֆորդը, Նիքսոնը, մարդիկ ովքեր տեսել էին երկրորդ համաշխարհայինը կամ ապրել էին այդ ժամանակ, կամ մասնակից էին։ Որովհետև դու այդ ամեն ինչը, երբ որ տեսնում ես քո աչքերով, Հոլոկոստը, տրակացրած քաղաքները, երբ որ դու քո զորքերն ես ուղարկում ու իրանք այդ, չգիտեմ, դի են անում, Նորմանդիայում դուրս են գալի կամ Իտալիայում են դուրս գալի, բան, այդ ամեն ինչը, երբ որ դու Pearl Harbor ես տեսնում եւ հասկանում ես, որ այդ ամեն ինչը քո վարած քաղաքականության հետևանքն է, որ դու սա կարող էիր կասեցնել, եթե հիմարները նստած սենատում Վիլսոնի տակից հողը չտանեին եւ ազգերի լիգայի բանը վավերացնեին։ Հասկանում եք, երբ որ պատճառ հետևանքային կապը, հա իհարկե ինքը ճիշտ է, որ Ամերիկայում կան տենց մարդիկ, հիմա էլ կան, անշուշտ կան, բայց իրանք չեն լսում։ Իրանք ստիպված, իրանք մարգինալ են։ Դա մարդուն լսել է, թե կառուցվածքային Չէ, մարդուն լսել է, չէ, Տրամպը ինչ արեց, Տրամպը եկավ ատյանների Չէ, Տրամպը եկավ եւ դոժի շնորհիվ ամբողջ պրոֆեսիոնալ կազմը հանեց։ Ես մեր հերոստացույցին շատ հարգելի, ուզում եմ եւս մեկ անգամ վերադարձնեմ այս տարվա սկիզբ։ Այն այլանդակությունները ինչ որ անում էր բանը։ Հենց հիմա հունվարի 1-ից 23 միլիոն մարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներում զրկվելու է առողջապահական օժանդակությունից։ Որտեւ իրանք ոչ միայն չեն շարունակի այս տարվա վրա ֆինանսավորում, այլ նաեւ գնացել են արձակուրդ։ Չեն կարող։ Դուք լրջորեն հիմա ինձ ուզում եք ասեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Deep State-ը կթողի իր բնակչության խնդիրները ու կզբաղվի մեզանով։ Իհարկե ոչ։ Դրա համար ես տեսնում եմ վտանգ, եւ ես տեսնում եմ, որ արտաքին հարաբերությունները ներքին քաղաքական մղձավանջը, որ սարքել է դիլետանտ Տրամպի եւ իր այդ լուտնիկ, տարբեր sense ինչ-որ լնգու լավազ գոլֆիկների մասնագետներ, ովքեր գալիս են ընկնում են սպիտակ տուն, որ Տրամպը սպիտակ տան բանը քանդել է, որ սարքի Տրամպի անվան բան, բարի սրա։ Դուք լուրջ ձեռեք առնում, դուք ինձ ուզում եք ասեք, որ Տրամպը լուրջ նախագահ, սպիտակ տունն է քանդել։ Տարի ենք ամփոփում, ամփոփեցինք, սպիտակ տուն էլ չկա։ Չէ։ Թողեք վերադառնամ թեման, որ մարդկանց մոտ խնդրեմ չլինի։ Եթե ներքին խնդիրները Ամերիկայի Միացյալ Նահանգների կարող են լուծվել Deep State-ի շնորհիվ եւ կլուծվեն, ապա արտաքինում դա հնարավոր չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությունը զրոյացված է։ Որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները վերականգնեն իրենց միջազգային ասպարեզում խոսքը ծանրակշիռ, իրանք պետքա երկու բան թարգեն աջակցեն բացառապես Իսրայելին եւ ռացիոնալ քաղաքականություն վարեն եւ ոչնչացնեն ռուսական ազդեցությունը ամբողջ աշխարհում։ Չինաստանից առաջ, որտեղ Չինաստանը վտանգավոր չի։ Չինաստանը վտանգավոր է ճակերտներում որոշ բիզնեսի ներկայացուցիչների համար, որոշ բիզնեսների բանի համար, որտեղ չինական մշակույթը չի ենթադրում, որ մարդիկ Աֆրիկայում, Ամերիկայում կամ Կանադայում կասեն, ինչ թույն է, եկեք մենք բոլորս դառնանք չինացի։ Չկա տենց բան, ինքը փափուկ ուժ չունի։ Մենք կարող ասենք տնտեսական շահույթ, այսինքն վտանգավոր չի։
ինքը չի կարող ոչ ման իր չի ենթադրում մշակութային կոդը, որ ինքը բան է անում, կլանում է ուրիշներին։ Ինքը կարա թելադրի, բայց թելադրողը բան չի։ Ինչն է վտանգավոր Ռուսաստանը, ինչու, որտեվ իրանք ոսկե հորդի կտորն են։ Իրանք ոչնչացնելու համար։ Չինացիք չեն ոչնչացնում։ Հասկանում, չինացիք կարան գան, առնեն, ասենք, չգիտեմ, Volvo-ն տանեն ջիլի մաս սարքեն։ Volvo արտադրեն, բայց Volvo-ն արտադրեն, առնեն BMW քանդեն, սիրուն չափեն բան, BMW-ի կոպիա արտադրեն։ Պատճե, մեկը մեկի, լավ չի աշխատի, տեղից չի շարժվի, բայց մեկը մեկի ամենայն հարգանքով արտաքին տեսքի բովանդակության եւ իրանց ստեղծող գերմանացու նկատմամբ։ Իսկ ռուսները տենց չեն։ Ռուսները կգան երեխա կբռնաբարեն, հղի աղջիկ կսպանեն թուրքերի պես։ Կվառեն, կոչնչացնեն, կզրոյացնեն, շենքի վրա կգրես երեխաներ, իրանք հատուկ այդ շենքը կտրակացնեն մի քանի ռումբով։ Ռուսները դրանց հախից է պետք գալ։ Չինաստանը էֆեմեր ինչ-որ մի հատ բան է, որը Չինաստանը ոչ մեկին չի սպառել։ Դուք Միացյալ Նահանգների տեսանկյունից եք նայում, Ես նայում եմ համաշխարհային, գիտեք ոնց որ Տոլկիենի մոտ Գենդալֆը ասում է, չարն ու բարին տեղերով չի փոխվում։ Հիմա այս պահին Տրամպը շատ նման է Սարումանին, որը Պալանտիրը բացել է եւ անցել է չարի կողմը։ Եվ ամբողջ հզորությունը Ամերիկայի օգտագործում է չարի համար։